Թումանյանի անխեք մարդ, որտեղ է ծնվել Թումանյանը գիտեք? Որ մարզում։ Մարզը գիտեք Հայաստանի որ մարզում։ Չէ։ Որ մարզից է։ Լոռու մարզում է ասացիա։ Դու որ մեծանակ գնալու եք ապայման Հովհաննես Թումանյանի գում թանգարան։ Գտնում է Լոռու մարզի դսեղ գյուղ։ Մենք են որ երկրորդ դասարանու էինք ձեր նման։ Այդ տարիքում գնացել ենք։ Դսեղ շատ հետաքրքիր է։ Իհարկե կուզենայի որ մեծ տարիքում էլ գնայի, մի անգամ որ անպայման Լոռու մարզին ապգնամ, որտեղ շատ հետաքրքիր Հովհաննես Թումանյանի գում թանգարան ինքը եղել է ամենայն հայոց բանաստեղծ։ Հիմա կարդում ենք Հովհաննես Թումանյանի անխեք մամքը։ Ժամանակում մի աղքատ մարդ կար, որքան աշխատում էր, որքան չարչարում էր, դարձյալ միևնույն աղքատն էր։ Պարզա։ Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե պետք է գնամ գտնեմ Աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից ու ինձ համար մի բան խնդրեմ։ Ճանապարհին մի գայլ պատահեց։ Առաջ բարի մարդ աղբեր, ուր ես գնում, հարցրեց գայլը։ Գնում եմ Աստծու մոտ, պատասխանեց աղքատը։ Դարդուն եմ ասել։ Եվ որ գնաս Աստծու մոտ, խնդրեց գայլը, ասա մի սոված գայլ կա, գիշեր, ցերեկ ման է գալիս, սարուծում, ուտելու բան չի գտնում։ Ասա միջև երբ պետք է սոված մնա, որ ստեղծել ես, ինչու չես կերակ Աստծունում։ Հասկանում եք, գայլն ասում, որ գնաս Աստծու կասես։ Լավ, ասաց մարդը շարունակեց։ Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։ Ուր ես գնում, աղբեր, հարցրեց աղջիկը։ Գնում եմ Աստծու մոտ։ Երբ որ Աստծուն տեսնեց, աղաչեց սիրուն աղջիկը։ Ասա այսպես մի աղջիկ կա, միամեն, առողջներ, բայց չի կարողանում ուրախանալ, ողջավորս կա։ Ինչ պետք է նրա ճարը։ Ասել, խոստացավ ճամփոր գնաց։ Պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, ջրափին ես ինքը գետի ապր։ Ջրափին էր կանգնած, բայց չոր էր։ Ուր ես գնում, այ ճամփոր, հարցրեց չոր ծառը։ Գնում եմ Աստծու մոտ։ Դե կանգնի մի երկու խոսքեր ես ապսպրեմ։ Ապսպրեմը նշանակում է փոխանցել։ Ապսպրեմ։ Խնդրեց չոր ծառը։ Աստծուն կասես, այսինչ բան է պատահել։ Հուսնել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամարձունակ չոր եմ մնում։ Երբ պետք է ես էլ կանաչեմ, ես էլ ծառան։ Այս էլ լսեց աղքատը շարունակեց ճանապարհը, այնքան գնաց, մինչև գտավ Աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ժայռի դեմ տվավ, ալևոր մարդու կերպարանքով նստած էր Աստված։ Բարի օր, ասաց աղքատն ու կանգնեց Աստծու առաջին։ Բարով եկա, պատասխանեց Աստված։ Ինչ ես ուզում։ Էլ եմ ուզում, որ ամեն մարդին հավասար աչքով պետք անես։ Պետք անես քայլ, պետք անես։ Մեկին հավար չանես, մյուսին խավար։ Ես այնքան տանջում աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց ուտեմ։ Իսկ շատերը, որ իմ կեսի չափել չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։ Դե գնա, հիմիկը հարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի։ Ասաց Աստված։ Այդ մարդուն ասում է, դե գնա։ Էլի բան ունեմ ասելու, դեր, ասաց աղքատը պատմեց սոված գայլի, սիրուն աղջիկա ու չոր ծառի ապսպրանքը։ Այսինքն փոխանցած։ Աստված բոլորի պատասխանը տվեց եւ աղքատը շնորհակալություն ունի եւ հեռացավ։ Աղքատը հանդիպել աղջկան, գայլի, չոր ծառ, տեսեք չոր ծառ։ Տեսեք։ Աղջիկան հանդիպել, բախ չունե հարուստեր գեղեցիկ։ Չոր ծառը որ գետի ափին էր գուցնել, բայց ամարձունակ չոր էր եւ գայլին որ սոված մաներ։ Տեսա։ Պատահեց չոր ծառը։ Ինձ համար ինչ ասես Աստված։ Հարցրեց չոր ծառը։ Աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնել։ Ով է դա։ Ասաց աղքատն ու հեռացավ։ Ճանապարհին սպասում էր սոված գայլը։ Հերվից հենց որ տեսավ ճամփորդի, վազեց առաջը կտրեց։ Հա, Աստված ինչ ասա։ Ասաց աղջիկան ասա իրար համար կյանքին կեր գտնի կբախտավորվի։ Ծառեն էլ ասա քոպակին ոսկի կա։ Պետք է այդ ոսկին հանես արմատներ փողին հասնի, որ կանաչ։ Ասացի չէ աղբեր, չեմ կարող։ Աստված ինձ բախտ է տվել։ Պետք է գնամ իմ բախտը գտնեմ վայելել։ Իսկ ինձ համար ինչ ասաց Աստված։ Հարցրեց սոված գայլը։ Քեզ համար էլ ասաց սոված մանքը գար, ինչեւ մի անխել մարդ գտնես, կուտես կկստանաս։ Աղջիկ ինչ ասեց։ Ինչ խնդրեց աղջիկը։ Ասել որ ճանապարհին մի գայլ կա։
Չէ, աղջիկ ասեց, որ ուզում է երջանիկ լինի ընկեր գտնի, ճիշտ է։ Իսկ 4 ծառը կանաչ լինի, ամառ ձմեռ գետի բերադին է մաչում, բայց չոր է։ Իսկ գայլը ուզում եմ ինչ սովածել, չի ասում եմ, Աստծուն ասում եմ, որ ստեղծել ես, ինչու չես պահում, սոված ամբողջ օրը ման եմ գալի, գայլն ասում։ Հետո մարդը գիտմա հասում է, ասում թե ոչ։ Ասում է, Աստված ինչպես է նստած, հիշում եք, ալևոր, ծերունու նման, մեջքը հետար, ժայռ Աստված հետո բոլորի պատասխաններ տալիս է, թե ոչ։ Տալիս է։ 4 ծառին ինչ ասում, ինչու ես ամարձմր 4։ Ինչ կա քո տակը։ Ոսկի։ Իսկ ծառին ինչ ասում անխելք մարդու։ Ասում դե համ եմ հարստացի, համ ես կկանաչեմ, համ էլ դու կհարստանաս։ Բայց մարդը հանում է երեխեք։ Ինչու։ Ինչ ասում։ Ասա հայը ժամը։ Այո, պետք է գնամ իմ բախտի գտնեմ վայելը, հետո հաջորդում է հրամինում աղջիկա։ Աղջիկան էլ ասում է, պետք է քեզ համար կյանքի ընկեր գտնել, չէ՞։ Աղջիկը ինչ ասում։ Ասում է դիարի քույր ընկեր։ Հա, ասում է դիարի քույր ընկեր գտնես։ Համաձայնում է այդ մարդը։ Ոչ։ Վերջում ում է հանդիպում։ Գայլը ինչու է ուտում։ Որտեղ Սոված մոված է։ Ահա։ Ասել է գիչ մարդու կուտես։ Գիչ չէ, անխել։ Հա, անխել մարդու կուտես։ Հետո գայլը պատասխանում է Քեզանից հետո ինչ աղջիկ մա։ Հետո կերը։ Գայլը կշտացավ։ Շտային։ Դուք որ լինեիք անխել մարդու փոխարեն, ինչ կանեք։ Ինչ կանեք։ Առաջինը ծառի տակի ոսկին կհանեիք։ Ճիշտ է։ Ծառը կկանաչես, դուք կհարստանես։ Ահա, աղջիկան ինչ կասենք սիրելը։ Ահա, աղջիկա հետ ընկերություն կանեք, աղջիկը կերջանկանար դուք է։ Բա գայլին ոնց կկերավորի։ Գայլին հեշտ է։ Ինչ է հեշտ, ոնց կկերավորի։ Ես սրից վիսկի բերեք։ Ոսկիներով է, գայլի համար վիսկ առնեիք ու կկերավորեիք։ Լավ է։ Եկեք ծապարենք իրար հարցը։ Մեզով էր հյուր եկել երեխաներ։ Հայկական մեքիաթների թույլ։ Ավելի լավ 200 գիրք ունենած բոլորը կաղթակ, քան 1000 ունենած ոչ չկաղթակ։ Համաձայն ես Արինա։